Կուկուրուզնիկ կոչվածը երբեք չի կառուցվելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հաջորդիվ Թադևոս Ալեքսյան, համեցեք։ Հարգելի հայրենակիցներ, քննարկում ենք ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության հաղորդումը։ Սա ըստ տրամաբանության եւ գործող կարգավորումների նպատակ ունի, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունավետությունը դիտարկվի հանրության համար, պարզ դառնա, թե ինչպիսի առաջընթաց կամ հետընթաց կա եւ մնացած բոլոր հարցերը, բայց ամենակարևորը իդեպ այս բոլոր քննարկումների արդյունքում, որպեսզի հանրությունը հասկանա, թե իր կյանքում կամ առօրյայում, որ հանդիպում են տարբեր հանցագործություններ, սպանությունից մինչև մանր գողություն եւ խուլիգանություն, ոնց է, որ դատախազությունը, որը այդ համակարգում առանցքային դերակատարում ունի, ոնց է պատկերացնում քայլերի հաջորդականությունը այդ հանցագործությունները կանխելու, դրանց հետևանքները, այսպես ասենք, որոշակիորեն նաև մեղմելու առումով։ Հիմա այս 2 օր օգտվելով այդ առիթից փորձում եմ նաև հանրությունից ստացած բազմաթիվ քաղաքացիներից ինձ փոխանցված այդ բողոքները, մտահոգությունները փորձում եմ դարձնել քննարկման առարկա։ Այդ նորից նույնն է։ Գալիս է ներքին գործերի նախարարը սկզբից, ասում է դուք լավ չեք հասկանում, ինձ ասում, ըստ էության, ասում է դուք լավ չեք հասկանում, մենք ինչքան լավ բան ենք արել եւ այդ լավ բանը, որ մենք արել ենք, այդ մենք գիտենք։ Այսօր գլխավոր դատախազը ասում է այո, խնդիր կա, բայց այդ խնդիրը ըստ էության կապ չունի ամեն ինչի հետ, ինչը ես եմ որպես պատճառաբանություն բերում, բայց ես այդպես էլ այդ խնդրի հատկորոշումը պարզ ձևով, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը բարեբախտաբար իրավապահ մարմիններում կամ դժբախտաբար չի աշխատել, բազմամիլիոն մեր քաղաքացիների նման, որպեսզի հասկանանք, լավ, այդ խնդիրները որտեղ են, դուք արդյոք տեսել եք, ոնց եք լուծում, որտեղ է դրա տրամաբանությունը։ Հիմա գամ ավելի կոնկրետ այն բարձրացված հարցերին, որը ինձ ամեն օրվա ռեժիմով առանց չափազանցնելու, երբ որ վերադառնում եմ ազգային ժողովից կամ մեկ այլ վայրից հասնում եմ բակ, ինձ տեսնող մեր քաղաքացիները առաջին այդ են ասում։ Ասում են, եղբայր, գողանում են մեր եղածը տնից, ավտոյից, մեր գրպանից, գողանում են։ Հետո երևի Աստված կամեցավ, որպեսզի ես իրապես հասկանամ եւ ասեց նաեւ լարի մի հատ էլ այնպես անենք, ինքը թող այդ դուժողի ընդհանուր շրջանակում մի հատ թող հայտնվի, որ այս մարդկանց ղադրը իմանա։ Բնականաբար, տիկին դատախազ, դուք ունեք բարձր պաշտպանվածություն, գրպանահատը ձեզ չի հասնի, ձեր մեքենայից էլ գողություն չեն անի, Աստված էլ չանի, որ փաստի ուժով դուք դա տեսնեք, թե ինչ բան է։ Բայց մեր հարևանը, այս վերջի գողությունն եմ ասում, որ գողացել էին իր ավտոմեքենան, որը ծառայում է որպես տաքսի, իդեպ այս դեպքում առանց որևէ երանգ տալու Արցախի Հանրապետության քաղաքացի է, Վարչով ապրում մեր բակում, տաքսիով տուն է պահում։ Մեկ այդ մարդու աշխատանքը տարել էին ավտոյի վրա ինչ կա չկա, 2 միլիոնանոց ավտոյից այնքան մաս էին տարել, որ համարյա 1 միլիոն ծախս պիտի աներ, որ այդ ավտոն վերականգներ։ Այդ մարդը կա, հիմա այն օր եկել էր հատուկ իմ այդ ծանոթանալու այդ խնդիրը ասելու։ Ասում է տանում են, բերում են, ինչ-որ բարեկներ եկան, արձանագրություն արեցին, գնացին, այդպես էլ ոչ մի բան։ Ավտոբուսից էլ են տանում, մարդիկ ավտոբուսից պարբերաբար գրպանահատները տանում են, մարդկանց 100 դրամը, 1000 դրամը, 2000 դրամը, տներից են գողանում մարդկանց, իրենց արդար քրտինքը, ոչ թե գողացածը։ Հիմա հարցը սպարզ բան է, էլի։ Ասում եմ, թվային վերություն, փառքաստու լավ կարողություն ունեք։ Մի հատ կարող եք ասել, օրինակ, քանի իմ կողմից նշված դեպք ա եղել կոնկրետ մարդկանց անձնական ավտոմեքենաներից գողության, բնակարանային գողության եւ ասենք օրինակ գրպանահատության։ Եվ օրինակ այս
քաղաքացիների սեփականության ու իրավունքի նկատմամբ ոտնձգություններով գնահատված քանի դրամի վնաս է հասցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այդ թվում նաև այստեղ նստած մարդկանց ընտրողներին։ Ինչքան է այդ վնասը, ինչ բնականաբար սոցիալական հետևանքների մասին ենք խոսում։ Հիմա վիճակագրությունը կարելի է մանիպուլացնել։ Երեք ասում էր ոլորտի պատասխանատուն գողությունը, ես չգիտեմ այդ ոնց է, էլի ձևակերպված, գողության դեպքերը կրճատվել են, բայց այս ձեր կողմից նշված այո դեպքերը ավելացել են։ Վիզուալ ամեն օր տեսնում ենք, չէ՞, ախր մարդիկ գալիս են, խոսում են, այդ թաղում նոր չի ապրում ենք, շատացել են։ Մի պահ համարներն էին գողանում, հետո դրան լուծում տրվեց եւ այս գողության ձևը վերացավ։ Հիմա է սա շատացել։ Ասում եք, մենք իրականացնում ենք աշխարհից վերցրած փորձով, չգիտեմ ինչ բարեփոխումներ։ Ես նորից եմ կրկնում, օպերատիվ աշխատանքի փորձ չունեմ եւ մնացած վերահսկողական դատախազական փորձ չունեմ, բայց ես ունեմ տրամաբանություն, ինչպես Հայաստանում բնակվող 2.9 միլիոն հայ մարդիկ։ Եվ պարզ հարց առաջանում, եթե գրպանահատությունը ավելանում է շեշտակի եւ այդ ընթացքում գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը ոստիկանությունից վերանում է, դրա տեղը ավելանում են հիմա արդեն Volvo ջիպերով շրջող քաղաքացիներին պատե անպատե տուգանող պարեկները, բարձ հարց առաջանում, պարեկը Volvo-ի միջից ոնց է հայտնաբերելու օրինակ գրպանահատություն ավտոբուսում, ասում եք դա անելու է համայնքային ոստիկանը, համայնքային ոստիկանին ես գնում եմ, խոսում եմ հետները, անուններ չեմ տա, որովհետև այդ մարդկանց մեկ վաղը կարող է Գամեք Անարգանքիսյանը կամ դատեք եսիմ ինչ անեք, բայց այդ մարդիկ օբյեկտիվորեն բողոքում են, ասում են 100 գործառույթ են ավելացրել, հաստիկները չեն ավելանում, եղբայր չենք հասցնում։ Լավ, օբյեկտիվ է, բայց դա հիմա ասելու եք ինչ ձևով ազդում հանցագործությունների տարածման վրա, շատ ուղիղ։ Եթե հանցագործությունները չեն բացահայտվում, հանցագործները դառնում են ավելի ինքնավստահ, ավելի շատ են գողանում եւ ավելի շատ մարդկանցից։ Հանցագործությունները չեն բացահայտվում, մարդիկ կորցնում են վստահությունը։ Այդ ավտոմեքենայի այդ Volt կարմիր գույնի Volt-ի գողությունից հետո դիմացի շենքի բնակչի մեքենայի հայլին էին գողացել։ Չգնաց ոստիկանություն, հորդորեցի, ասեց ոչ, անիմաստ է, Telegram-ի համար են տվել, կոնկրետ դեպքեր եմ ասում, էլի, գետնի վրա, իմ ընտրողներից, ձեր ընտրողներից երևի, ասում է Telegram-ի համարով զանգել եմ, տարել եմ, փողը տվել եմ, համարյա 2 անգամ էժան, պրծել եմ, պիտի գնայի շուկայից առնեի, 2 անգամ էժան եմ առել։ Այդ դեպքը լսող են հաջորդ գողությունը, էլի չի գնա ոստիկանություն։ Գնացողների մի մասին էլ ձեզ վստահաբար ասում եմ, դուք ինձանից լավ գիտեք։ Վստահ եմ ասում, ինձանից լավ գիտեք։ Ոստիկանությունում ասում են, այ մարդ ինչ եք հայտարարություն տալիս, սպասեք, տեսնենք, գտնենք այդ հայտարարությունը որտակ եւ տարածված են այդ դեպքերը։ Եթե նախկինում եղել են, այդ արդարացում չի, վատա որ եղել են։ Հիմական տարածում է։ Ինչ ան այդ ոստիկանը։ Գրանցում է ժամանակ չունի, չի գտնում, հետո մնում է իր վրա ամենատարբեր հետևանքներով։ Ասում է բարեփոխումների շրջանակներում մենք ներքին գործերի նախարարն ասում։ Ասում է ուզում ենք կամերաներից ինֆորմացիա, տարբեր կամերաների, շատ լավ։ Որ ուզում եք եւ ընկալելի լինի եւ տան, այդ նշանակում է որ այդ տեղածը պետք է արդյունավետ կիրառեք։ Ավտոբուսի մեջ 8 համարի ավտոբուսը, որի մեջ ասենք լինում եմ օր 2 անգամ։ Այդ ավտոբուսի մեջ 8 հատ, 6 հատ կամերա կա։ Այն օրը հատուկ ավտոբուսի վարորդի կողքը կանգնել եմ, խնդրել եմ նայել եմ, ամբողջ ավտոբուսը միլիմետր առ միլիմետր նկարվում է։ Ամեն օր այդ ավտոբուսից այդ համարի գրեթե որ նայեք վիճակագրությունը գրանցվածը չէ, իրականը գողություն է լինում։ 3 օրվա ընթացքում էլ կորում է այդ նկարահանումը։ Պարեկները, ամենքային ոստիկանները 3 օրվա մեջ չեն հասցնում կամ չեն ուզում, ես մտածում եմ չեն հասցնում այնքան շատ է գողությունը, որ այդ տեղեկատվությունը վերցնեն։ Հետո ջնջվում է այդ մարդիկ
փաստացի չեն կարողանում հայտնաբերել հանցագործությունը եւ կանխեն։ Սրանք կոնկրետ դեպքեր են, կամ գրպանահատը այսօրվա օրենսդրությամբ ձերբակալվում է, հետո չի կալանավորվում, դատարանից ազատ արձակվում, որովհետեւ փոքր է գումարի չափը, նույն ոստիկաններն ասում են հաջորդ օրը ազատ արձակվելու նորից ավտոբուսի մեջ կամ շուկայից գողություն անում։ Ավարտեք։ Մասա ձեր գործն է, թե չէ, իրավակարգավորումները, բայց դրանք դիմեն համակարգված վերլուծության, փաստերի գնահատման արդյունքում եւ կոնկրետ այստեղ դուք նաեւ այդ վերաբերյալ այսքան իմ հարցերին ի պատասխան պիտի գոնե առարկայական գետնի վրա լուծումներ եւ ակնկալվող արդյունքներ ասեիք, ցավոք չլսեցի։ Թագուհի Թովմասյան։